Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Պարոն Սուրենյան, շնորհակալ եմ ընկալվելու համար մեր տաղավարում։ Պարոն Սուրենյան, լրատվամիջոցները հայտնում են, որ ամսի 20-ին Նիկոլ Փաշինյանը որոշել է այսպես արդեն, վերջնակետին հասնել, գնալու է Մայրաթոր եւ հենց պատարագի ժամանակ պահանջի, որպեսզի կաթողիկոսը հեռանա այն 10 եպիսկոպոսների հետ, ովքեր իր ծրագրին են մացրել եւ հավանաբար իր թիմակիցների հետ։ Ինչ է կարծում, ինչ զարգացումներ են հնարավոր կգնա նման քայլի, թե Տեսեք, լուրի սկզբնի աղբյուրը 24 News-ն է։ Այդ իմ համար շատ կարևոր է, որովհետև այդ լրատվամիջոցը պատաժային տեղեկատվությամբ աչքի չի ընկել եւ մինչեւ հիմա նրա տված լուրերը բավականին արժանահավատ են եղել։ Սա մեկ։ Սուտ աղբյուրագիտական իմաստով։ Երկրորդը, ով Նիկոլ Փաշինյանին ճանաչում է, կհաստատ իմ խոսքերից, նրան ես շատ երկար եմ ճանաչում, որ նա երբեք իր սևեռուն որևէ մտքից չի հրաժարվում։ Եվ խիստ տրամաբանական է ենթադրել, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ի միջակայքում այն փուլում, երբ որ ամենասիրված նաև ընտանեկան տոներն են եւ հասարակության մի մասը կտրված է աշխատանքային, հանրային, քաղաքական առօրյայից եւ կենտրոնացած է նախաամանորյան նախապատրաստությունների եւ նաև տոնի վրա, Նիկոլ Փաշինյանը կփորձի այդ պատե առիթը օգտագործել իր ծրագիրը իրականացնելու համար։ Երրորդը, ես առիթ ունեցել եմ ասելու հիմա էլ կրկնվեմ, մեր ընդդիմությունը մի բան ունի, մի ակնհայտ բացթողում ունի։ Մենք միշտ որևէ իրադարձություն որ լինում է, կենտրոնանում ենք արտաքին ֆոնային էֆեկտի վրա եւ ոգևորվում ենք։ Օրինակ, երբ որ 18-ին Մայրաթորում հավաքվեցին տիրադավներն ու իշխանության խուժանը եւ ժողովուրդը, որը եկել էր պաշտպանելու վեհապարին, ակնհայտորեն դա ցույց տվեց, որ իշխանությունը հանրային աջակցություն չունի։ Հավաքվածներն էլ սոցիալական, բարոյական, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են, եթե իշխանավորներին հանենք։ Բայց միայն այդ փաստը վերցնել եւ այն հաղթանակի մասին ազդարել շատ քիչ էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը ի վերջո այդ օրը գուցե փորձարկում էր անում։ Որպեսզի ավելի դիվային քայլ նախապատրաստի։ Եվ չորրորդը ձեր հաղորդումներում եմ մի քանի անգամ ես ասել, որ առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավոր դաշնակիցը հուսահատ հասարակությունն ալնել, ապացիկ։ Հետևաբար նա 100%-ով եկեղեցու դեմ իր կամպանիան պիտի փորձի եզրափակել մինչև նախընտրական ցիկլի մեկն։ Ընդհանուր խոսքը գնում է, որ հենց այդ օրը կարող են նաև կաթողիկոսի այսպես կալանավորմանը գնալ։ Ինչը որ կարող է այսպես մի որոշ ժամանակ առաջ անպատկերացնել։ Ոչինչ չեմ բացառում։ Բանալությունը ինչ պետք է։ Մենք գիտեք ինչի ենք պարտվում երբեմն Նիկոլ Փաշինյանին, որտեղ այն ինչ որ բարոյական կամ բանական մարդիկ կարող են մտածել, որ Նիկոլ Փաշինյանը կանի, բոլոր սպասումները ինքը գերազանցում, այսինքն ինքը մի հատ բան է անում, որը որևէ բանական, բարոյական մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում։ Դրա հաշվին, այսինքն տաբուներ չունի, ոչ մի տեսակի կարմիր գծեր։ Եվ ես չեմ էլ բացառում, որ այդ մասով կան, իհարկե եթե ինքը գնա վարչական ռեսուրսի տոտալ չարաշահում կանեն եւ մարդկանց թիվը ավելի շատ կլինի, բնականաբար, ես չեմ էլ բացառում, որ ինքը այդ մասով կեն զուգակցի ակնհայտ ռեպրեսիայի հետ եւ փորձեն այդ ճանապարհով խնդիրը։ Բայց լավ, ենթադրենք կալանավորեց, հա ինչ որ ուժային ճնշումների միջոցով հասան, բայց չէ որ այնպես չի որ Նիկոլ Փաշինյանի կամքով է կաթողիկոսը նշանակվել կամ չէ։ Այս գիտենք ինքը ինչ ծրագիր է լուծում։ Ի վերջո կարող է իրենց արածի ամբողջ նպատակը այն է, որ մի քանի զուգահեռ եկեղեցի ունենանք։ Իսկն հաստի նրան, որ հայաստանյան մասը անջատի, մյուս թեմերը չենթարկվեն, ինքը արդեն փաստացի նախադրյալներ է ստեղծել եկեղեցին ներսից տրաքացնելու կամ պառակտելու համար։ Ասում եք հասարակության դերը որը պիտի լինի։
միայն հասարակության ակտիվությունը կարող է կանխել այն ամեն ինչ տեղի անեն։ Արդյոք հասարակությունը շատ ակտիվ եկեղեցու պաշտպանության դիրքերում հանդես կգա, դա էլ իր հերթին կապված է ուրիշ հարցի հետ։ Հասարակություն կարող դժգոհ լինի, բայց մնա տներում։ Հասարակությունները փողոց դուրս են գալի միայն այն պարագայում, երբ որ փոփոխությունների հույս են տեսնում։ Այս հարցին արդեն ընդդիմությունը պիտի պատասխանի։ Իսկ դա է ուզում հարցնել, ով պետք է ասի այդ հույսը կա, չկա, ինչ է առաջարկում։ Դա չեն ասում, ընդդիմադիր հարթակներից մեկը արժանահավատություն է ներշնչում հասարակությունը, որ ինքը ի վիճակի է փոփոխություն անելու։ Հո 98 թվին Կարեն Սերոբիչը կամ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հասարակությանը չէին ասում մենք 100%-ով գալուս ենք փոխելու։ Իրենց կեցվածքը, իրենց հավաքած հարթակը, իրենց ծրագիրը հասարակությանը հույս էր տվել, որ այս մարդիկ կարող են բան փոխել։ Ու դրան հակառակ կարող եմ ընտրություն հիշել, օրինակ 2007 թվի խորհրդարանական ընտրությունները։ Որ երբ որ հասարակությունը տոտալ դժգոհ էր իշխանություններից, բայց շատ պասիվ մասնակցեց ընտրություններին, իշխանությունն էլ առանց խնդրի վերարտադրվեց կամ հաղթեց խորհրդարանի ընտրություններում, որտեղ քվեաթերթիկում հասարակությունը չգտավ են ընդդիմադիր ուժին, որի հետ փոփոխության հույս կապի։ Պարոն Սուրենյան, օրինակ ընդդիմադիրները երբ որ լսում ես, իրենք ինչ են ասում են մենք չենք կարող այսպես ինքնագլուխ գործունեություն սկսել, սպասում ենք տեսնենք Վեհապար Հայրապետի ինչ է ասում։ Այդ ճիշտ է եկեղեցու մասով։ Իսկապես եկեղեցուն որպեսի միջամտես, պիտի առնվազն Վեհապար Հայրապետը ինչ-որ կոչ անի։ Իսկ Վեհապար Հայրապետը որևէ տեսարձակ։ Դա էլ իր տրամաբանություն ունի, որտեղ Վեհապար Հայրապետը հասկանում է, որ ստրատեգիական համբերությունն է իր հաղթանակի գրավականը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի սադրանքին տրվել է եւ ուղիղ հակադրության մեջ մտնել է։ Իհարկե դժվար է ասել, որ մարտավարությունն է ճիշտ, շատ երկար անալիզի անհրաժեշտություն կա։ Մանդիմությունը ճիշտ է ասում, որ ավելի ակտիվ գործողությունների եկեղեցու պաշտպանության ուղղությամբ կարող է դիմել, եթե կա Վեհապարի կոչ։ Մյուս կողմից, իսկ ով ասես, որ ընդդիմությունից անկնկալվում է, որ անպայման եկեղեցու թեմայով պիտի ակտիվանա։ Ընդդիմությունը սեփական օրակարգ պիտի ունենա եւ այնպիսի օրակարգ նախաձեռնող լինի, որ Նիկոլ Փաշինյանը չհանդգնի էլ եկեղեցու դեմ գրոհի մասին մտածել։ Այսինքն իրան ասիմետրիկ պատասխան պետք տալ, ոչ թե գնալ Մայրաթորի դե բան հասցնել նրան, որ Բախումը Մայրաթորի պատերի տակ տեղի ունենա։ Խնդիրը սրա մասին, ընդդիմության ոչ են ասում, ինքը սադրանքի է դիմում, գնա այդ կուտկեր դու սադրանքի մասնակից դարձի։ Ընդդիմությանը ասում են դու օրակարգ բեր եւ հասարակությանը այնպես կոնսոլիդացրու քո օրակարգի մեջ, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ համարով կամ պաշտպանվող ոչ թե ինքը նախաձեռնող լինի։ Պարոն Սուրենյան, հենց այդ օրակարգի հետ կապված այսօր շատ են ասում, որ ընդդիմությունը թե խորհրդանական թե առհասարակ հենց այդ օրակարգ ստեղծողից դարձել է Նիկոլ Փաշինյանի օրակարգին արձագանքով։ Ես էլ ասեցի։ Հիմա մենք եթե ասես գլոբալ նայենք, ընդդիմադիր օրակարգ դոմինանտ, որի շուրջ հասարակությունը համախմբի, պատրաստվում են 26-ին ընտրություններին։ Էլի օրակարգով պիտի պատրաստվես։ Եթե ուզում ես հասարակությունը հավատա, որ դու փոփոխություններ ունես, բերող ուժ ես, դու պիտի ունենաս օրակարգ։ Դու պիտի ունենաս, որը շատ դեպքերում պիտի խաղի կանոն թելադրող դառնաս։ Միայն մեր քննադատության շուրջ հասարակությունը չի կոնսոլիդացվելու, որտեղ ես ավելի որակով անում եմ այն, ինչ որ հասարակության շատ անդամներ իրենց տներում, կուխնյաներում, իրենց միջավայրերում անում են։ Դա քիչ է, որպեսզի ես կարողանամ, միայն այն փաստը, որ ես մի քիչ ավելի որակով եմ կամ ավելի իրազեկ դիրքերից եմ քննադատում իշխանությանը։ Դա քիչ է, որ նույն կարծիք ունեցող մեր համակարգացիները կոնսոլիդացվեն իմ շուրջ։ Ուզում են հասկանան, ես ինչ օրակարգ եմ բերելու։ Այ որ Նիկոլ Փաշինյանին ինձանով փոխարինեն։ Ինչ են շահելու իրենք, իրենց կենցաղում, իրենց բարեկեցության համակարգում, երկրի անվտանգության հարցերում։ Այս հարցերի պատասխանը ընդդիմությունը պարտավոր է տալ։ Սա մեկ։ Երկրորդը պետք է ընդդիմություն ունենա ճանապարհային քարտեզ։ Տեսեք, լրիվ քաղաքական ուժերը խոսում են
նոր դեմքերի այդ գալու անհրաժեշտության մասին։ Մեկ էլ տենում ես այդ նոր դեմք կոչվածը լավ մոռացված հիմն է։ Ոչ թե կոնկրետ մարկանց թիրախավորելու խնդիր ունեմ կամ կոնկրետ մարդիկ կամ որոնց ասածս հասցեագրված է, ամենևին։ Ի վերջո շատ հին գործիչներ կարող են նոր ասելիքով գալ, բայց երկար մոռացված հին գործիչներ են մեկ-մեկելի հայտնվում բացարձակապես նույն ասելիքով, ինչ որ նրանք ունեցել են 2000-ական թվականներին։ Դա բնականաբար հասարակության մոտ չի կարող հավատներ շնչել, որ այս մարդիկ փոփոխություններ բերող են, մանավանդ իրենց տարբեր կարգավիճակներում անցած տասնամյակներում տեսել են։ Իսկ գուցե իրենք էլ չունեն այդ ճանապարհային քարտեզը, չունեն այդ սցենարը, դիմադիրները, որոնց մենք քարտեզներ կազմենք, օրակարգ։ Պիտի աշխատենք, որ դա ունենանք։ Այս խնդիրը այդ այո չունենք։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ոնց է ինքը այսպես հերթով ներկայացնում է, չէ՞, սկզբում կաթողիկոսի տեղապահի ընտրություն, հետո եկեղեցական կանոնագիրքը, այսինքն քարտեզը ներկայացնում է նոր կաթողիկոսի ընտրություն։ Այսինքն ինքը այսպես հստակ ունի, հա, ինչպես է շարժվելու։ Գիտեք, եկեղեցու հարցում իմ կարծիքով ինքն էլ է փակուղում եւ առանձնապես լավ չի պատկերացնում ոնց է իր սարքած խաղից արժանապատիվ դուրս գա կամ հասցնի ավարտին։ Դե այնուամենայնիվ հասարակական աջակցություն չունի։ Իսկ իր այդ բոլոր քայլերը ձեր ասած առաջի փուլում գոնե կառուցված էր հասարակական աջակցության վրա, չէ՞, ենթադրյալ հասարակական աջակցության էր ինքը ապավինում։ Այդ հետո այնքը հասկացավ, որ հասարակական աջակցություն չկա եւ պետքա զորբայությամբ, տոտալ ռեպրեսիաներով ու հակապետական խուլիգանությամբ հարցերելուցի։ Եվ դա հետո էր, որ ասենք մի քանի խուլիգան քաղաքապետեր դարձան իր շարժման սիմվոլը, հա։ Բայց մեծ հաշվով այո, Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ շոր ճանապարհային քարտեզ ունի։ Այո, օրակարգ է ասած։ Այո։ Անդիմությանը հենց դա է պակասում։ Շատ խելոք ելույթներ ենք ունենում, ոչ բոլորը իհարկե։ Գնահատականները շատ լավն են, նույնիսկ ինչ-որ մոտեցումներ են առաջարկում, որոնք շատ նման են այլընտրանքային դիրքորոշում դառնալու, բայց չկա այն ճանապարհային, չեն կարողանում ցույց տալ այն թիմային ճանապարհային քարտեզը եւ այն օրակարգային վերջնակետը ուր ձգտում ենք։ Իսկ հասարակությանը չի կարող կոնսոլիդացնել։ Պարոն Սուրենյան, ես մեկ այլ թեմայի էի ուզում անդրադառնալ։ Արդեն հաստատվեց, հա, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող բենզալեցակայանում Ռանոյելում հասանելի է լինելու ադրբեջանական բենզինը մատչելի գներով 440 դրամ։ Այ նախ սրա վերաբերյալ ինչ կասեք, որն է միտումը, քանի որ փորձագետներն այդպես երբ որ խոսում ես տնտեսագետների հետ, իրենք ասում են, որ անգամ Ադրբեջանը այդ տեսակի գազի պրեմիում բենզինի պաշարներ, որպես այդպեսին չունի։ Ինքը նավթամթերք Բա ինչու է այդպես իրավիճակը։ Նավթ արտահանում է։ Խոշոր արտահանող է, բայց նավթամթերքի դեֆիցիտ ինքն էլ ունի։ Օրինակ ես գիտեմ, որ բարձր որակի բենզին ինքը ներկրում է գոնե երկու երկիր գիտեմ որոնց, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, այդ երկու երկիրը գիտեմ։ Բայց ինչ քանակ է տվել, որ խոսքը մեր չնչին քանակի մասին է, 22 վագոն չէ, եթե չեմ սխալվում։ 1000 քանի տոննա։ Այդ չնչին բանի մասին, խմբականակի մասին, հա, որը ավելի շատ նախընտրական պրյանիկ է Նիկոլ Փաշինյանի համար, որտեվ դա ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը շուտ ասելուկի պես ասի, հաստատված խաղաղության դրսևորում չի ինքը։ Հենց այդ նույն օրը, երբ որ այդ բենզինը դուրս էր գալի Բաքվից, զուգահեռաբար Ռուբեն Վարդանյանի մասով ՑՄ ազատազրկում էր պահանջում դատախազը։ Այսինքն ինչ խաղաղության մասին է խոսքը։ Տնտեսական իմաստով մտածել, որ 22 վագոնը Հայաստանի էներգետիկ շուկայի կառուցվածքի վրա ազդելու է, էներգետիկ շուկայի արտաքին կախվածությունները թույլատնելու է կամ դիվերսիֆիկացնելու է, գնային քաղաքականության վրա բենզինի երկարաժամկետ ազդեցություն ունենալ ուղղակի ծիծաղելի է։ Շատ փոքր քաղաքական ժեստի մասին է խոսքը։ Այն էլի նկատի ունեցեք, որ այդ 440-ը ոնց է ձևավորել, կարծեմ 500 քանից է, չէ՞, բենզինի նույն տեսակի գինը 1 լիտր։ Ինչ ուզում են ցույց տան խաղաղությունը, արեստորեն խաղաղությունը էժանացնում է ձեր կյանքը, այդ դրա վրա է խաղում։ Բայց ես մի բան ասեմ, իրանք մոռանում են, որ Վրաստանը որպես բարի կամքի ժեստ այս դեպքում տաղանցման փող չի ուզել,
Առաջի պարտիայի դեպքում խմբականակի։ Իսկ մյուս դեպքերի համար ըստ շատ հավաստի աղբյուրների շատ մեծ թիվ է ուզում, հետեւաբար այդ 440-ն էլ է միֆ։ Այս առաջի խմբականակի այդ գնով կծախվի, հետո Վրաստանի տարածման գնից կախված այդ կարող 600 քանից էլ դառնա, 700 քանից էլ դառնա։ Այսինքն քաղաքական եւ տնտեսական մոտիվացիոն ուժեղ բազա գոյություն չունի։ Այսօր կոչեր են հնչեցնում, դե ասում են, որ հանդիմադիր շրջանակները հանրությանը ասում են, որ որևէ կերպ պետք չի օգտագործել այդ բենզինը։ Ես հեռու եմ այդ մտքից, որ այդ բոյկոտը աշխատելու է, անկեղծ ասած։ Բայց կբոյկոտեն ըստ։ Ասում եմ հեռու եմ այդ մտքից, որ աշխատելու է, բայց իսկապես խնդիր կա։ Այն երկիրը, որը պահում է քո քաղբանտար, քո ռազմագերիներին, այն երկիրը, որը օկուպացված է պահում քո տարածքները, այն երկիրը, որը շարունակում է քո հանդեպ պահանջներ հնչեցնել, քեզ շրջափակված է պահում, այդ երկրից ներկրում անելը եւ դա որպես խաղաղության ներկայացնել իսկապես նվաստացուցիչ ու ամոթաբեր է եւ իսկապես երևի պետք է իսկապես չգնել այդ ապրանքը եւ բացի այդ եթե գոնե փոխադարձ լիներ, այսինքն ինչ-որ բան էլ Հայաստանից իրանք ներկրեին գոնե ինչ-որ տրամաբանություն կլներ էս ամեն ինչի մեջ, բայց ստացվում է մենք ադրբեջանական բյուջեն ենք լցնում այսպես միակողմանի բոյկոտի գաղափարը վատը չի եւ իսկապես ազգային արժանապատվության ցուցադրություն է, բայց վստահաբար ձեզ ասում եմ այդ բոյկոտը չի աշխատելու։ Այսինքն հասարակության մեծ մասը չի տրվելու այդ բոյկոտին, որտեղ ցանկացած բոյկոտ շատ լավ պիտի նախապատրաստվի, մի կոչով, երկու կոչով բոյկոտ չի լինում։ Նույնիսկ երբ որ ուղիղ իրանց գրպաններին էր կպնում, ֆիզիկապես պատկերացնում են, նույնիսկ այն 100-ից 150 դրամ երբ որ տրանսպորտը թանկացավ, այդ բոյկոտը չի կազմել, լավ չկարողացան կազմակերպել եւ ի վերջո չաշխատեց այդ բոյկոտը։ Քաղաքական գործիչներին թվում է, որ նստեն բոյկոտի մասին հայտարարեն, դա ավտոմատ հասարակության, չէ, բոյկոտը շատ ավելի ծախսատար եւ դժվար կազմակերպվող քաղաքական ակցիա է, քան ակտիվ մասնակցությունը։ Բոյկոտը տներում նստել չի, բոյկոտը շատ լուրջ նախապատրաստություն ենթադրող ակցիա է։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հաստատիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Կհանդիպենք։